Աստվածաշնչի պատմության մեջ ամենամեծ աղետը, որն ամենաշատ կյանքերն է խլել, մեծ ջրհեղեղն էր։ Սա այն իրադարձությունն էր, որը հայտնի է որպես Նոյի ջրհեղեղ։ Մենք ճշգրիտ չգիտենք, թե քանի մարդ զոհվեց, բայց այս աղետից փրկվեց ընդամենը 8 մարդ։ Արձանագրությունը վկայում է, որ փրկվեց միայն Նոյի ընտանիքը։ Մի զարմանալի հարց է առաջանում. ինչ էին անում մյուս բոլոր մարդիկ, մինչ այս 8-ը մտնում էին տապան։ Նոյի ջրհեղեղի պատմությունը կարելի է գտնել 5 կտակարանի ծննդոց 6-րդ, 7-րդ, 8-րդ գլուխներում, բայց որքան էլ մանրակրկիտ ուսումնասիրենք, չենք գտնի որևէ արձանագրություն այն մասին, թե մնացած մարդիկ ինչ էին անում, բացի Նոյից նրա ընտանիքից, ինչ էին անում մնացած մարդիկ այդ ժամանակ, ինչու նրանք չփրկվեցին աղետից։ Աստվածաշնչի այն համարը, որը կցանկանայի ներկայացնել այսօր, Մատթեոս 24-րդ գլխի 37-րդ խոսքն է, մարդու որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես։ Երեքշաբթի օրը, խաչի վրա իր վախճանին հասնելուց 3 օր առաջ, Հիսուս Քրիստոսը մարգարեացավ, թե ինչպիսին կլինի իրավիճակը մոտ 2000 տարի անց, այսինքն մեր օրերի դարաշրջանում, ասելով հետյալը. Մարդու որդու գալուստը կլինի Նոյի օրերի պես, որովհետև ինչպես որ ջրհեղեղին նախորդած օրերին էին ուտում ու խմում, կին էին առնում ու մարդու գնում մինչ այն օրը, երբ Նոյը տապան մտավ, չիմացան, մինչ որ ջրհեղեղը եկավ ու բոլորին վերացրեց, մարդու որդու գալուստն էլ է այդպես լինելու։ Սակայն այստեղ բավականին հետաքրքիր է այն, որ բավականին մանրամասն նկարագրվում է, թե ինչ էին անում մարդիկ ջրհեղեղի ժամանակ։ Մինչ Նոյը նրա ընտանիքը մտնում էին տապան, մնացած մարդիկ պարզապես ուտում ու խմում էին, ապրելով իրենց սովորական կյանքով։ Նույնիսկ երբ անձրում էր, ջրերը բարձրանում էին, նրանք պատկերացում անգամ չունեին, թե ինչ էր տեղի ունենալու։ Ապա ինչու էին նրանք ձեռքները ծալած նստել, ոչ մի նախապատրաստություն։ Չտեսնելով հորթառատ անձրի դեմ, որը կարծես թե բացել էր երկնքի օդանցքները, այդ ժամանակվա մարդիկ չէին կարող կանխատեսել, որ անձրը կհանգեցնի։ Նման մեծ ջրհեղեղի, երբ որոշեին ինչ-որ բան անել, արդեն շատ ուշ կլիներ։ Միքելանջելոյի ջրհեղեղը, որ մնանկարը, որը պատկերում է Նոյի ջրհեղեղը, վառ կերպով ներկայացնում է հետում մնացած մարդկանց կերպարները, անսպասելի ջրհեղեղի պատճառով։ Նկարում պատկերված մարդկանց մեծ մասը նույնիսկ պատշաճ հագնված չէ։ Ոմանք անձրից պատսպարվում են նեղ, վտանգավոր վրաններում, որոնք կարծես թե ցանկացած պահի պատրաստ են ջրի տակ անցնելու, մինչդեռ մյուսները հասցրել են բարձրանալ տապանի վրա, բայց ներս մտնելու ճանապարհ չգտնելով, հուսահատորեն կացինով հարվածում են դրան։ Նկարի պատկերների միջոցով մենք բացահայտում ենք մարդու անսահման խոցելիությունը, մեր սպասելիքները գերազանցող աղետների առջ։ Եթե նույն իրավիճակը կրկնվեր այսօր, արդյունքը թերս շատ չէր տարբերվի։ Անկանխատեսելիությունը։ Հենց սա է աղետների ամենաեական հատկանիշը։ Սակայն խնդիրն այն է, որ ինչպես գրված է Նոյի օրերի պես կլինի, այնպես էլ մեր օրերում անկանխատեսելի աղետների վտանգը թաքնված է բազմաթիվ ձևով։ Արդյունաբերականացման տարբեր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ մեր շուրջը տեղի են ունենում բազմաթիվ հանկարծակի աղետներ, որոնք անցյալում չէին կարող պատահել։ Ժամանակը, վայրը, տեսակը, մասշտաբը գոյություն չունի կատարյալ պատրաստվածություն, որն այս ոլորտներից որը մեկում բաց թողում չունենա։ Ինչ պետք է անենք նման անխուսափելի աղետների առջ։ Միայն մարդկային ուժով ջանքերով հնարավորին հասնելու համար, անկասկած, կան սահմաններ։ Այդպիսի իրավիճակում մեզ համար Աստվածաշունչը բացահայտում է նախապատրաստվելու ամենակատարյալ, հաստատուն միջոցը, որը նոր ուխտի զատիկն է։ Կորեերենում զատիկի անվանումը ծագում էր վրայով անցնել հիերոգլիֆներից, ինչը նշանակում է, որ աղետները կանցնեն։ Նույն իմաստն է արտահայտում նա։ Անգլերեն Passover բառը, որը նշանակում է անցնել, վրայով անցնել։ Մենք վստահ ենք, որ նոր ուխտի զատիկը պահելով պաշտպանված կլինենք աղետներից, քանի որ հենց Աստված գերբնական էակը խոստացել է այդ պաշտպանությունը։ Իրականում Աստվածաշնչում կան վկայություններ այն մասին, որ զատիկը պահողները պաշտպանվել են աղետներից։ Երբ իսրայելացիները ստրկության մեջ էին Եգիպտոսում, ամբողջ երկիրը դողում էր աննախադեպ աղետի սարսափից։ Նրանք պահեցին զատիկը, պաշտպանվեցին Աստծո կողմից։ Մոտ 800 տարի անց, երբ հզոր ասորեստանյան կայսրությունը ներխուժեց Իսրայել, նրանք կրկին պաշտպանվեցին զատիկը պահելու շնորհիվ։ Նրանք, ովքեր պահեցին զատիկը, համաձայն Աստծո խոստման, պաշտպանվեցին բոլոր տեսակի աղետներից։ Միթե կարող ենք խուսափել աղետներից պարզապես զատիկը պահելով։ Գուցե դուք ձեզ այս հարցը տալիս եք, մենք չենք կարող լիովին պատրաստվել բոլոր աղետներին, քանի որ չգիտենք, թե երբ կամ ինչպես դրանք տեղի կունենան։ Անշուշտ, բարեբախտություն է պատահականության կամ հաջողության շնորհիվ անվնաս մնալը, բայց մենք չենք կարող ամեն պահը թողնել բախտի ու պատահականության քմահաճույքին։ Ուստի, առավել քան երբե, մեզ հարկավոր է հաստատուն խոստում, այլ ոչ թե հույս դնել անորոշ բաների վրա, ինչպիսիք են բախտն ու պատահականությունը։ Ահա թե ինչ է իրենից ներկայացնում նոր ուխտի զատիկը։